Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Արմանուկյան Իսակովի պողոտայի հետ կապված զայրացակ ինչ է կատարվել, կխնդրեմ մանրամասնեք։ Ուրեմն խիստ եմ զայրացել ու ջղայնացել, որովհետև Իսակովի պողոտան իրանք շինարարությունն արել են, ինչքան ուզում է հելնեն վերև, իջնեն ներքև, գծանշումն արել են ու ավարտել են։ Այսինքն գծանշումը երբ որ անում ես, դա վերջի ակորդն է շինարարության ավարտի իրենք։ Արը ավարտել էին իրենք։ Երեք երթևեկում եմ Իսակով պողոտայով, մի փոքր անձև էր եկել եւ արդեն լիճ էր գոյացել։ Երեկվան արդեն տեսանյութերի շուտով գրապարակվեմ, Իսակովյան լիճն էր ձևավորվել եւ այս ԿՊ-ն որ խոսում է, թե մենք ասֆալտ փռել գիտենք, տեսնում ենք, ես իրանց խորհուրդ տվեցի, որ իրանք գնան լոբի աճացնեն դրա փոխարեն, ոչ թե ասֆալտ փռեն, միգուցե իրանց մոտ գյուղատնտեսությունը կստացվի։ Իսկ ինչ վերաբերվում է դրան, ես արձանագրում եմ փաստը, որ իրանք ջրահեռացումը պիտի կառուցեն, ասում ասֆալտը կփռեն կպրծեն, որ ջրահեռացումը կանեն։ Խո գժանոց չի, այդ նույն բանն է, ոնց որ Ամիրան փողոցը անցյալ տարի ասֆալտ արեցին, այս տարի քանդում են, մայթերել են ասում են։ Այս մարդիկ պլանավորել չունեն։ Այս մարդիկ գիտելիքների պակաս ունեն եւ այդ պակասը ստվերի պես իրանց հետևում է։ Ես ասել եմ, իրանք համ դիլետանտ են, համ թալանչի են։ Բոլորը միքս է տվել, դրա համար այս բուկետն է այս մարդկանց մոտ ստացել։ Իսկ Իսակովը խայտարակություն է, ոչ միայն ջրահեռացման խնդիրն է, այլ այդտեղ, երբ որ դու Արմավիրի մարզի կողմից մտնում ես այդ ոստիկանության ակադեմիայի մոտ, սկսում է ճանապարհը սենց լինել, հասկանում եք։ Աննորմալ երևույթ է, էլի։ Քիչ առաջ կրքերը թեժացան նիստի ընթացքում, ինչ տեղի ունեցավ։ Ինչ տեղի ունեցավ, մենք մեր համար խելոք նստած մանավանդի ես, էլի, ասում եմ, այսի համար խելոք նստած սոխոած է յուտում, մեկի Ավինյանը ճելա եկավ ընկավ մեր դուռը։ Չի կարելի, էլի, հասկանում եք, Ավինյանը քանի կար, երբ որ բոյկոտը կոչ էինք անում քաղաքացիներին, որ թող ձեզ հրավիրեն արժանապատիվ տրանսպորտ, դուք նոր վճարեք, երբ որ մտնում են ձեր գրպանը, դուք բոյկոտեք, դուք ձեր իրավունքը պաշտպանեք։ Այն ժամանակ հեգնում էին, ասում էին չկա։ Հիմի հոնգուր լաց են ելնում, որ բոյկոտը կայացել է, փող չի կարող հավաքվի։ Ասում է դուք ինչ խոսում եք, ժողովուրդը լսում են ձեզ, որտեղ ժողովուրդը սիրում է մեզ, հարգում է ժողովուրդը մեզ։ Իսկ իրանցից զզվում եւ ատում է իրանց։ Երբ որ հաջորդ իրանցներ համոզմունքը, պատասխանեմ որտեղից է համոզմունքը։ Ես երբ որ դուրս եմ գալիս փողոց, իրանց կոչ եմ արել, վաղը չերմիսօրը ժամը 12-ին ժամը եմ արել, իրար հետ գանք, մատ ման գանք փողոցում, ասեմ եկել էր ժողովուրդ, մատ իրանց մասին կարծիք արտահայտեք ու իմ մասին թող արտահայտեն։ Բայց դուք տանում եք իրենց այնտեղը, որտեղ ձեզ թերևս ճանաչում են, սիրում են։ Դե հիմի սենց ասեմ ձեզ, մարդու ենթագիտակցության մեջ մարդ հասնում է այնտեղ, որտեղ որ ինքը ծնվել մեծացել է։ Հիմա ձեզ եթե առաջինն ասենք, դուք ձեր հայրենիքը կհիշեք, առաջին այդ անունը կտակ, բայց խնդրեմ չունենք, եկեք գնանք Խարբերդ։ Խարբերդ որ գնանք, հետո մտածում եմ ոստիկանություն կանչեմ, որ սրանց պաշտպանի։ Գիտեք ոնց կծեծեն է սրանց։ Հանգարց իմանան, որ սրանք եկել են, այն Վահան Հովհաննիսյանը ասում է դալաներում դες են կծեծեն, որ կարտագաղթեք, սրանց չեն ծեծի, չեն ասնի արտագաղթեն, դա փոսերի մեջ կթողեն կմնան իրանց։ Մոռացել են, Խարբերդը ջնջել են բանի վրայից, քարտեզի վրայից Երևանի։ Պարոն Մանուկյան, վերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, որ տրանսպորտում վարորդներն են ուղևորներից հարվածների տակ ընկնում, տուժում, դուք դատապարտում եք այդ դեպքերը։ Այո, միանշանակ դատապարտելի է բռնությունը, անթույլատրելի է, ինչպես նաև անթույլատրելի է Տիգրան Ավինյանի ապօրինի հրահանգները։ Վարորդը խնդիր չունի գումար հավաքագրելու, դուք պատկերացնում եք վարորդը հետևի երթևեկությանը, անվտանգությանը, այդ ամբողջ ավտոբուսի ժողովրդի, թե սկսի ինչ որ հաճախորդի հետ կռվի բռնկվել։ Հաճախորդը ասում է դու ինձ չես մատուցի արժանի տրանսպորտ, ես նստել եմ, ներվայնացել եմ, ինք իր վրթովմունքը արտահայտում է։ Դրա համար կա միջոց, իսկ միջոցը հետևյալն է շատ պարզ։ Երբ որ դու քաղաքացուն, երբ որ դու քաղաքացուն մատուցում ես, շարունակեմ, երբ որ դու քաղաքացուն մատուցում ես արժանապատիվ տրանսպորտ, այսինքն 500 տրանսպորտերն է, երբ որ դու քաղաքացուն կանգ առասրանները մատուցում ես, որ անձրևի տակ, նույն Խարբերդը ասեցիք կամ Հաղթանակ գյուղում մարդ չմնա անձրևի տակ, ամբողջ քաղաքով բաների կանգառների խնդիր կա։ Երբ որ քաղաքացին ստիպված չի լինում, որ միացան ցելոֆոնով ոտը քաշի կամ երկուսի կոշիկով տնից մինչև հասնի կանգառ ցեխերի մեջ, որ հասկանա ոնց է գալիս տեղ հասնում, 21-րդ դարում մայրաքաղաքում։ Այս պարագայում քաղաքացին իր վրթովմունքն է արտահայտում։ Ես չեմ հանդիպել չվճարող մի քաղաքացու, որ ասի ես չեմ ուզում վճարել։ Ասում է ես ուզում եմ, բայց ինձ գժի տեղ են դրել։ Ասում է իրանք ստվերը չեն վերացել։ Մի հատ տուրնիկետ պետք է դնեն ու նաև կամերաներ կար հաշվին մարդկանց քանակը։ Իրանք տեսեք չեն կարողանում ասել, որ այսքան մարդ կա, այսքան չի հավաքագրում։ Ես էլ ասում եմ, ունեմ այդ համոզմունքը, որ թերսելի է, իրանք սենց չասեմ մնացածը։
Պարոն Մանուկյան, հասկանանք, որ վարորդների իրավասությունը չէ գումար հավաքագրել։ Միանշանակ դա ապօրինի հրանք է, որը որ տալիս է Տիգրան Ավինյանը, ուստեղ էլ գալիս ենք հովանավորչությանն ու անթողունակությանը։ Այսինքն չկա պետության մեջ մի կառույց, որ գասի Տիգրան Ավինյանին տղա ջան, դու ով ես, որ ապօրինի հրանքներ ես մարդուն ասել տա։ Հասկանում եք, դու ով ես որ մարդուն դրտեց որ ապօրինի գործունեության ինքը ծավալի։ Անկյան, բայց գուցե պայմանագրում կետ են ավելացրել, որով որոշել նման լիազորություն։ Սենց ասեմ ձեզ, առ այս պահը ոչ մի վարորդում հետ խոսել եմ, չի ասել, որ պայմանագրի կետա փոփոխություն տեղի ունեցել։ Բայց օրինակ նախանցած տարի, երբ որ իմ ձեռքի տակ հայտնվել էր նման փաստաթուղթ, այնտեղ նշված է, որ օրինակ ապահովեն պատշաճ վճարում։ Ճիշտ է, չի նշվում, որ պարտադիր են վճարել, բայց այնուհանդերձ հետև են, որ քաղաքացիները վճարում։ Իսկ իր գործառույթի մեջ պայմանագրի մեջ կա, որ ավտոն քաշի անց կանգնացնի, ասի չեմ քշում ավտոբուսը։ Կա, չկա։ Մի հատ ուրիշ բան ասեմ, այս քաղաքային իշխանությունը լավ տղա էր խաղում, բայց իրենց լավ տղությունը պիտանելիության ժամկետով էր։ Այսինքն այս ժամկետից լրացավ իրենց լավ տղա լինելը, երբ որ վարորդները բան էին անում, բոյկոտ էին անում, իրանք եկել են լուրջ դեմքով ասում են, բա գիտես ոնց է, մենք լավ տղա ենք, մեր ընկերների մաման ու քուրը կանգառում մնում է, իրան վերցնող չի լինում։ Մի նույն վարորդին իրանք դրդում են, որ մի քշի թող մաման ու քուրը կմնան դուսը։ Հիմա ուզում հասկանամ, այդ իրանք լավ տղության սռոկն ինչքան էր։ Հիմա ասեն, այս թվից այս ինչ թիվը լավ տղա ենք, այս ինչ թվից չգիտեմ ինչ ենք։ Չեմ կարող հասկանամ իրաք։ Ուղիղ ինձ են ասել։ Ուղիղ ինձ են ասել, որտես ոնց կլինի։ Հիմա իրանք իրենց հակասում են։ Մռմռում է իրանց մոտ, որովհետև հասկանում եք ուղիղ իրենց աշկը մտցնում, ասում ես, ընկեր, այստեղ թերացել, այստեղ թալան չի, այստեղ էս։ Տիգրան Ավինյանն ասում է 2031 թվականին ավտոբուս կլինի, Աջափնյակի մետրոն է։ Մի հատ է պետք է ասել Աջափնյակի մետրոյի արև 2031-ին բանը կլինի։ Մեր ավտոբուսները կլինի։ Գժանոց այդ ավտոբուսները էստանք որ կան 5 տարվա մեջ մաշվել են շարքից դուրս գան։ Քաղաքում 130 հատ գազել կային։ Հայգերները որ թվին էր 2012 թե 13 թվականին չինացիներն էին տվել։ Վաղուց պիտի շահագործումից դուրս գային։ Հələ իրանք միջև 31 թիվը գային, որ եղած 500-ը լրացնեն, բայց 500-ը արդեն ջարդած կլինի։ Իսկ այն դուրս եկած որ Չէ, որ երկացները տրոլեյբուսները։ Նայեք, տրոլեյբուսների հետ կապված իրանց տրոլեյբուսների հետ կապված եկեք արձանագրենք 8 տարի 8 միլիարդ դոլար պարտք եւ Երևանում խայտարակ այդ պատկերը 8 միլիարդ իրանք են վերցրել, չասած ինչքան որ եկել է։ Ու այդ պատկերն է։ Իրանք ասում են յութոնգը ստեղ պետք է լիներ։ Մոռացա, ելնեմ նստում այդ տրոլեյբուսներն ասեմ յութոնգի մեջ եմ, արեք։ Տրանսպորտել եք նստում։ Բա ինչ եմ անում, շատ հաճախակի նստում եմ, փորձում հասկանալ ժողովուրդը ինչա մտածում, ես իրանցպես ներվայնանում եմ, հայոյում եմ մեկ-մեկ, բայց չասեմ ում։ Չի կարելի հայոյել, դուք հավաքանում Կամաց եմ հայոյում, բայց չեմ կարողանում բան, այտենց մեղմ եմ հայոյում։ Պարոն Մանուկյան, եւ եթե չեմ սխալվում, այսօր նաեւ քննարկվելու Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով փոխելու հարցը, դուք ինչ կարծիք։ Հետո չեմ հիշում, հետաձգվեց թե չէ, այս պարագայում իմ կարծիքը մի քիչ սուբյեկտիվ է, ես ոչ հարցի հեղինակի հետ խնդիր ունեմ, ոչ թե տրամական Պապ Թագավորի հետ խնդիր ունեմ։ Պապ Թագավորի անունով լիքը փողոցներ կա, թող գնան անվանակոչեն։ Ամիրյանը իմ կարծիքով Երևանի, չգիտեմ, մեր պատմության կամ չգիտեմ, ինքը իր տեղն ունի, էլի հասկանում եք։ Հիմա փորձես փոխել, դա խնդիր է, էլի իմ կարծիքով։ Կարող է իմ կարծիքը մի քիչ սուբյեկտիվ է այս պարագայում, հասկանում եք, որովհետև կարող եմ նաև Ամիրյանի բացասական կողմերից խոսալ, ասեմ, եղել է այս խնդիրները, բայց փաստն արձանագրում ենք, որ մեր մարդիկ սիրել են այդ անունը։ Առանց շատ-շատերին փողոց դուրս գանք հարցնենք Ամիրյանով, իրանք չեն իմանա որ թվականին ոնց է իրան պահը ինչ ա եղել, բայց փաստը մնում է փաստ, որ Ամիրյանը մեր, չգիտեմ, պատմության մշակույթ չասեմ, ինչ բառ ասեմ, որ ճիշտ լինի։ Մեր պատմության մի մասն է ինքը, էլի հասկանում եք։ Եվ թերևս միակ հարցը, որ համակարծիք եք դուք եւ Հանրապետություն խմբակցությունը Անի Խաչատյանը, որ Չէ, Անի Խաչատյանը ես չեմ կարող էլի ընդհանուր բանից համակարծիք։ Դա պետք է համընդհանուր կոնսենսուսի արդյունքում։ Ես իր այդ կոնսենսուսի չեմ կարող գամ, էլի, ոնց ձեզ ասեմ, մատ իրան նայեք։ Ես ոչ նայեք, ժողովուրդ, ոչ թե Ամիրյանը անվանակոչվելու, փոխվելու կամ մյուսի խնդիրն է, ես ասում Ամիրյանը թող մնա, այն էլ մատ ուրիշ տեղ թող դնեն։ Մնում էր ես Անի Խաչատրյանի հետ համակարծիք ունեմ մի հատ հարցի շուրջ, էլի։ Ավականու նիստին ինչ քննարկվեց այդ։ Դե միգուցե այտենց այդ ձեր ասածը բերում հարմարացնում եք ին վրա, բայց չէ, էլի խնդրում եմ, էլի, ուրիշ բան, էլի։ Մանուկյան, մի հատ առանձին թեմա, այսպես ասած, կապված օնլայն տաքսիների հետ։ Դուք
եք զբաղվում այդ խնդիրներով, ուրենք ասել ինչ իրավիճակում։ Տեսեք, ինչ process գնաց եւ ուր հասանք մենք այս ամբողջ ընթացքում։ Yandex-ը կետերը ներկայացրել եմ, ինչ կետերով ինքը եկավ կոմպրոմիսի, որպեսզի աջակցեր վարորդներին, պետությանը խնդիրը հստակ դրվեց ինչ պիտի անեն, դրանից հետո վարորդներին ես ուղիղ ասել եմ, ժողովուրդ, իմ կարիքի հետ զգում եք, եկեք ես շարունակեմ ձեր process-ը, դուք պետք է լինեք, ես ձեր համար եմ գալիս։ Դրանից հետո վարորդների մի մասը օրինակ Գյումրիի ավտոերթին գնաց միացավ, մյուս մասը, չգիտեմ, Թորոսյան Արսենի հետ սկսեցին իրար հետ այտենց շփվել, բան անել, իրանք չեն գալիս, իրանք երբ որ այդ խնդիրը նորից կձևակերպեն, ես նորից եմ ասում, ես հետո ոչ մի խնդիր չունեմ, ընդհանրապես չունեմ խնդիր։ Ունեն իրանք խնդիր, պատրաստ եմ։ Yandex-ը կիսատ թողել է աշխատանքը։ Ես մտածում եմ, որ այո, պետք է հետևից գնաս ցանկացած հարցի շուրջ։ Ակնկալում եմ, որ նորից վարորդները կգան։ Տեսնում եմ, որ վարորդները նորից այս ընտրություններից հետո խաբելու են վարորդներից, նորից հետ գան ու նորից իրանց կողքը։ Ես իրանցից չեմ նեղանում երբեք։ Նորից իրանց հետ կգնամ այդ պայքարի։ Մեր երկրում չպիտի լինի մարդ, ում իրավունքները ոտնահարված է։ Եվ կառավարությունն համակ եք ուղարկել ինչ որ արձագանք։ Այո, եղել է, կանչել են վարորդներին իրանց մոտ քննարկել են, իրանք ասացին, որ արդեն ոնց որ վարկ վերցնելու հնարավորությունը պես գրանցած աշխատողի խնդիրը իրանք կարողանում են լուծել։ Այն ՏՄՊՊ-ի գեղամը ոչ մի բան չարեց, անցավ Yandex-ի կողմը փաստն եմ արձանագրում։ Այնտեղ իրանք ասին, որ առողջության այս համապարփակ, այս ապահովագրության ծառայություններից կօգտվեն վարորդները, բայց դա էլ եմ մտածում, որ գցել են, էլի, որովհետև չեմ լսել, որ իրանք դեռ լինեն։ Այսինքն խոստումները տվել են, իրանք փորձեցին սիրաշահել վարորդներին, տեսնենք արդյունքը կլինի թե չէ։ Իսկ տոկոսադրույք իջացնելու գործառույթը ուղիղ կարող է անել պետությունը։ Բայց չկա։ Չկա, իհարկե չկա։